Փառք Հիսուսին, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, արի փառք տանք մեր Աստծուն իրար, հալելույա, փառք Հիսուսին, գիտես նայում եմ, սիրտս ուրախանում է, եկեղեցին ամեն օր լցվում է, օրեցօր լցվում է, խոսքը գործում է, գիտես չէ, ակումբները դադարվում են, Տիրոջ հարց եկեղեցին լցվում է, ինչ կան եկեղեցիներ, որ կա այստեղ, այս քաղաքում, այս տարածքում, որը ճշմարիտ եկեղեցիա թող լցվեն, թող նստելու տեղ չեղնի, ամեն, մենք ուրախանում ենք, երբ որ մարդը գալիս է ու իր կյանքը տալիս է Քրիստոսին, ամեն, գիտես, մի հատ ամսին հետ կապված մի հատ բան ասեմ, վերջում պետք է ասեի, բայց հիմա եմ ասում։ Մայիսին է գալիս, բոլորը գնում են հաղթանակ տոնելու, բոլորը գնում են խմելու, բայց դու եկեղեցի արի։ Եկեղեցի արի ու այդ օրը խոսալու ենք, թե խի պետքա չխմես։ Ինձանից ոչ մի բան չեմ ասելու, Աստվածաշնչից եմ ասելու, լրիվ Աստվածաշնչյան տեղերով։ Գիտես մեկի կարևոր բան ասեմ։ Ու գիտես որը պետքա եղնի քո հաղթանակը, որ ընկերդ կամ հարազատդ ում համար որ աղոթում ես, այստեղ կանգնած իր կյանքը տա Քրիստոսին, այդ իժոք հաղթանակ եղա։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ինչ քաղցր ու զորավոր է մեր Աստված, ամեն կողքինի տասա ոնց ես Տիրոջ օրնված կողքինդ էլ թող քեզ ասի լավ եմ Աստծո օրնված ու նստի Տիրոջ քաղցր ներկայության մեջ Փառք Հիսուսին Տերը օրնի ձեզ փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին քաղցր ամեն մեր Աստծո ներկայությունը չեմ ուզում փառաբանության թիմին թողեմ բայց շնորհակալություն փառաբանության թիմ ջան օրնված եղնեք Փառք Հիսուսին, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այսօր այնքան քաղցր ու լավ օր է, ամեն օր որ դու զարթնում ես արդեն լավ տրամադրությունով, ամեն, որ ասենց չես զարթնում մունատով ու կռվով, հենց զարթնում ես ու ասում ես Տեր ջան, փառք ես, օրդ լավ է սկսվում, ամեն, դրա համար թող միշտ քո համար լավ օր եղնի, կապ չունի ինչ խնդիրով ես անցնում, ինչ դժվարությունով ես անցնում, ինչ խնդիրներ ունես կամ առողջական ինչ խնդիրներ ունես, Աստծուն միշտ փառք տու, ամեն, հալելույա, գիտես այսօր մի քիչ պրովոկացիոն թեմայից եմ խոսալու, ինքը շատ հետաքրքիր թեմա է, շատ հետաքրքիր թեմա է, գիտես ինչի մասին է, զգուշացեք, կարաս ասես զգուշացեք, բայց ինչից զգուշանաս, լավ, մտածում ես, զգուշ եղնեմ, ինչից զգուշ եղնեմ հանգարց ոտս քարին չառնի, զգուշ եղնեմ հանգարց փորձանքի մեջ չգնեմ, զգուշ եղնեմ հանգարց չխաբեն, լավ, ինչից զգուշանամ, ինչից զգուշանանք, ինչի մասին է խոսքը, սելես, գիտես, մարդիկ հիմնականում հոգևորները ինչ խոսում եմ ասեմ, ինձ ու քեզ ա վերաբերվում, մեկ է համացանցով դիտողներին, Տերը ձեզ է շատ օրհնի Գիտես, ու այն մարդիկ ով որ կորոշի որ ինքը գալու է իր կյանքը տա Քրիստոսին, ու վсё ինքը մտածելու է ոսկե ձգնի, կարող է մտածել որ ոսկե ձգնի գա բռնե, ու էլ ինքը կյանքում խնդրեմ չի ունենա, ուզում եմ ասեմ, մի մասամբ ճիշտ ես, բայց լիքը տեղ չէ, էդիդենս չի։ Գիտես, շատ ես քույր ու եղբայրներ գիտեմ, շատ քույր ու եղբայրներ, ովքեր որ ասում են, ես իմ ամեն խնդրեմս վստահում եմ Աստծուն։ Լավ է չէ որ դու ամեն խնդրեմդ վստահում ես Աստծուն։ Ամեն, լավ է չէ որ դու Աստծուն վստահում ես քո ամեն խնդիր, ժողովուրդ Աստվածաշունչն էլ ասում, մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ ասում, քո բեռը ին վրա տուր, իմը քոնը ծանր է, իմը վեկալ, իմը թեթև է։ Գիտես ամեն մի հոգս ես էլ շատ անգամ կոչ եմ անում, ես ինքս էլ դենց եմ անում, որ ասեմ, ես իմ ամեն հոգս տալիս եմ Տիրոջ ձեռների մեջ, ես տալիս եմ Տիրոջը, ու ինչ եք կարծում, պետք է սենց անդարդ կներեք, որ սենց եմ ասում, անդարդ կեկելի նման ապրենք, սելիս դու հոգսերդ պետք է տաս Տիրոջ ձեռների մեջ, բայց Տերը չի, որ քո տեղը պետք է սուրբ ապրի։ Դու ամեն քո իրավիճակ պետք է տաս Տիրոջ ձեռների մեջ, բայց Տերը չի քո փոխարեն սուրբ չի ապրելու։ Դու կարաս քո ֆինանսական խնդիրները տաս Տիրոջ ձեռների մեջ, բայց Տերը քո տեղը սուրբ չի ապրելու, դու պետք է սուրբ ապրես։ Դու կարաս քո առողջությունը տաս, քո ամեն իրավիճակը բերես ու ասես Տեր ջան, քեզ եմ տալիս։ Այս ինչ կա չկա, ինչ ունեմ, հանձնում եմ քեզ։ Բայց ելիս ուզում եմ քեզ ասեմ, որ դու զգուշ եղնես։ Որ դու չդադարես սուրբ ապրելուց։
Մարդ ասում է, մի անգամ Հիսուսին Տեր ու Փրկիչ եմ ընդունել, ու վсё, ինչ ուզում ես արա։ Դենս չի սիրելիս։ Բազմիցս Աստվածաշունչը խոսում է դրա մասին, որ այդ դենս չի։ Որ այդ դենս չի, որ կարդում ես Աստվածաշունչը հստակ ասում է, հա, որ այն մարդիկ ովքեր որ իրանց հանդերձները ճերմակ չի, իրանց ջնջելու եմ։ Ոչ թե ասում է ջնջելու եմ, ասում է նրանց չեմ ջնջի։ Որ ներողություն, ում հանդերձները որ ճերմակ ասում է, նրանց չեմ ջնջի։ Հագարակը գիտես ինչ է նշանակում։ Ումը որ կեղդոտ է ջնջելու եմ։ Հիմա կասես, չէ, դենց գրած չի։ Գրված է, որ նրանց հանդերձները, ով որ ճերմակապահ է, իրանց անունները կյանքի գրքից չեմ ջնջի։ Հեսա մենք մի քիչ հետո դրա մասին կկարտանք։ Գիտես, ցավալի դեպք ասեմ, հիմնականում եղբայրներ, ովքեր որ գալիս են եկեղեցուց աղջիկ ուզենք, հավատացյալ աղջիկա ոնց է եղնի, ինք իրան սուրբ կպայի, արխային կեղնեմ։ Շատ եմ տեսել այդ պրակտիկան, շատ եմ այդ նման մարդկանց հետ խոսած է, եկեղեցում գկանք, մի հատ հավատացյալ աղջիկա կուզենք, ու մենք էլ կներես ես բարիս համար Գուլյայ Վասյա, բայց դենս չի սիրելիս։ Սիրելիս դենս չի։ Ուզում եմ քեզ ասեմ, զգուշեղի հանգարց ընտանիքը չկորցնես, որովհետև սատանան քնած չի։ Սատանան քնած չի։ Եթե քեզ թվում է թե դու հովկեվոր քույրիկի հետ կամուսնանաս ու քո ընտանիքում խնդրեմ չի եղնի, ավելին ասեմ, հոգևոր քույրիկին դժբախտացնելու համար Աստծուն պատասխան ես տալու։ Ամեն։ Աստծուն պատասխան ես տալու։ Փառք Հիսուսին, զգուշացեք։ Տեսեք ինչ ասում Աստվածաշունչը։ Առաջին Պետրոս 5-րդ գլուխ 6-րդ խոսքից կարտանք։ Խոնարեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ բարձրացնե ժամանակով է։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար։ Ինչքան լավ է, չէ՞ այստեղը։ Վայ ասում ես, ես իմ բոլոր հոգսերս գցեմ Տիրոջ վրա ու ես վստահ եմ, Աստված հոգս է անում իմ համար։ Բայց շարունակությունը մի հատ ուրիշ բան ասում։ 8-րդ խոսքը։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին Սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ որոնում է, թե որին կուլ տա։ Ոստեղ մի քիչ հարց առաջանում։ Մի վարյան, Տեր ջան, դու ասում ես քո բոլոր հոգսերը տվեք, իմ խնդիրները տվեք ու գրում ես, որովհետեւ դու իմ հոգսերի համար հոգ ես տանում։ Բայց ինչի մասին արթուն եղնեմ, ելխի բանանեմ, աղոտ կանեմ։ Ինչի մասին է։ Գիտես, սիրելիս, Աստվածաշունչը հստակ ասում է, որ Տերը Էսրանից հայտնություն եմ ստանում ու քեզ վստահ ասում եմ, որ Տերը իմ ու քո տեղը սուրբ չի ապրելու։ Աստված իմ ու քո տեղը սուրբ չի ապրելու։ Ես ու դու պետքա սուրբ ապրենք։ Ու եթե մեզ թվում է թե մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մենք հանգարց խնդիր չունենք, մենք բացառվում է խնդիր ունենանք, ուզում եմ քեզ էլի մի աստվածաշնչյան տեղ ասեմ։ Աստվածաշնչյան խոսք։ Աստվածաշունչը հստակ ասում է. ով որ մտածում է թե ամուր կանգնած է, թող զգուշ մնա, որ չընկնի։ Եթե դու մտածում ես, որ դու ամուր կանգնած ես, ցելիս դրա համար ինձ ու քեզ պետք է, որ ես ու դու անդադար աղոթքի կյանք ունենանք, Աստծո խոսքի մեջ եղնենք, եկեղեցի գանք, իրար հետ շփվենք։ Մարկոս ավետարան 13-րդ գլուխ 32 խոսքից։ Միայն այն օրը եւ ժամանակի համար ոչ ոք չգիտի, ոչ հրեշտակները երկնքում եւ ոչ էլ որդին, բայց միայն Հայրը։ Հիմա տեսեք ինչ ասում. զգուշացեք, արթուն կացեք եւ աղոտ կարեք, որովհետեւ չգիտեք թե ժամանակը երբ է։ Ինչպես մի մարդ, որ հերու աշխատանքի գնալուց իր տունը թողնում է իր ծառաներին իշխանություն տա եւ ամեն մեկին իր գործը եւ դռնապային հրաման տա, որ արթուն կենա։ Արթուն կացեք, որ չգիտեք թե տանտերը երբ կգա, իրիկուն, թե կես գիշերին, թե հավի խոսելու ժամանակ, թե առավոտանց։ Ու այստեղ իմ մոտ մի քիչ sense հարց է առաջանում։ Ուզում եմ այդ մասին մի քիչ իրար հետ մտածենք։ Ես ու դու գալիս ենք Հիսուսին Տեր ու Փրկիչ ենք, չէ՞ ընդունում։ Գալիս ենք ասում ենք Տեր իմ Աստված, ես եկել եմ քո տան մեջ։ Ես արդեն քո տան մեջ եմ։ Քո տան մեջ եմ ծառայում։ Ես արդեն քո տան մեջ ծառայում եմ։ Ես իմ կյանքը տվել եմ քեզ։
Ու տես ինչ ասում, ասում է Տերը որոշ ժամանակով գնում է։ Ու ասում է ամեն մեկին իր գործը տալիս է։ Սիրելիս, մեր Տերը գնացել է ամեն Հիսուսը երբ որ գնաց, ամեն մեկիս համար խոսք տվեց, որ ամեն մեկս ենք կանչված գնանք ու ավետարանը տարածենք, ամեն։ Հիմա տեսեք, ամեն մեկիս գործ տվեց, ամեն մեկիս հանձնարարություն տվեց։ Ու ասում է դռնապաներին, կարգ ու կանոնին իր ծառայությունն ա տվել, իր հանձնարարությունն ա տվել, քարոզեջին իր հանձնարարությունն ա տվել, մեծա ծառայությանը իր հանձնարարությունը, ամեն մեկին իր հանձնարարությունը տվել է։ Ու ասում է, չլինի թե զգուշ եղեք, պատկերացրեք, ասում է զգուշ եղեք։ Հանգար չլինի թե կգա ու ձեզի քնած կգտնի։ Ինչի համար, սիրելիս։ Ինչից զգուշանամ։ Չէ որ ես արդեն Տիրոջ տան մեջ եմ, ես արդեն արխային եմ։ Սիրելիս, հիմնականում մեր քույր ու եղբայրները, հավատացյալ քույր ու եղբայրները հենց այդտեղ են վայր ընկնում, որ մտածում են, որ քանի որ իրանք եկեղեցի են գալիս, իրանց ոչ մի բան չի կարա եղնի։ Սիրելիս, ուզում եմ իմանաս, հենց եկեղեցի եկող Տիրոջ զավակների վրա է գալիս հարձակումը, որովհետև աշխարհում են աշխարհի մարդիկ արդեն սատանային չեն հետաքրքրում, որովհետև ճակերտավոր Իրանն են։ Ես ու դու ենք իրան հետաքրքրում։ Ես ու դու, ինձ ու քեզ փորձանքի մեջ գցել է, ինձ ու քեզ մեղքի մեջ գցել է։ Ես ու դու պետք է արթուն եղնենք, ես ու դու պետք է զգոն եղնենք, ես ու դու պետք է աղոթքի կյանք ունենանք, ես ու դու պետք է Աստծո խոսք կարդանք, որ հասկանանք, որն է կարելի, որը չէ։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Շարունակությունը տեսեք ինչ ասում։ Որ չլինի թե հանկարծ գալիս ձեզ քնած գտնե։ Բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում, արթուն կացեք։ Այսօրվա խոսքը կարայինք վերնագենք արթուն կացեք, կամ զգուշ մնացեք։ Ինչ ուզես դու կարաս այսօրվա խոսքը քո համար դնես։ Բայց ես վերնագրել եմ զգուշացեք, որովհետև Աստծո խոսքն է ասում։ Ու ես հենց խեմ դրես զգուշացեք, որովհետև այստեղ հստակ գրված ասում է, այն ինչը որ ասում եմ, ձեզ ասում եմ, ամենին եմ ասում, էսի բոլորին ա վերաբերվում, զգուշացեք, ձեր ընտանիքների համար զգուշ եղեք, ձեր կյանքի համար զգուշ եղեք, ձեր փրկության համար զգուշ եղեք, ձեր սրբության համար զգուշ եղեք։ Սատանան սիրելիս քնած չի, սատանան քնած չի, ինքը նենց հետաքրքիր սենց 6000 տարվա ասեմ փորձ ունի, ինքը նենց հնարքների ա տիրապետում, որ եթե քեզի թվում է թե դու ամուր կայնած ես, ոչ մի բան չի կարա քո հետ եղնի, էլի եմ ասում, եթե վստահ ես, որ քո հետ ոչինչ չի կարա եղնի, էլի եմ ասում, զգուշ եղի չգնես, Աստվածաշունչը ասում է, զգուշ կացեք չգնեք։ Նա որ ամուր կանգնած է, թող զգուշ մնա, որ չգնի։ Հալելույա։ Տերը սիրելիս իմ ու քո տեղը սուրբ չի ապրելու։ Այս որ խոսում եմ, անկեղծ եմ ասում, սիրտս ցավում է, շատ մարդկանց համար, շատերի համար։ Մատթեոս ավետարան 24-րդ գլուխ 43 խոսքը։ Բայց այս իմացեք, որ եթե տանտերը գիտենա, թե որ պահին կգա գողը, արթուն կկենա եւ թող չի տալ, որ իր տունը ծակեն։ Սիրելիս, եթե իմանաս, որ այսօր վրեդ ինչ որ հարձակում է գալիս, կամ փորձանք է գալիս, կամ այսօր քեզի կանչել են ոստիկանություն, կամ դատարան, կամ չգիտեմ ինչ որ մի իրավիճակ, դու զգոն ես, չէ՞։ Հələ հերիք չի զգոն ես, հետնե կարաս սաղ խմբագին, սաղ եկեղեցուն գրես, ասես, մի հատ կմիաբանվեք իմ համար աղոթեք, այսօր կանչել են դատարան, չգիտեմ, դեպորտ են անում, կամ ինչ որ վարորդական իրավունքից զրկելու են, մի հատ կաղոթեք իմ համար։ Բայց այստեղ հստակ գրված ասում է, եթե իմանայր, եթե տանտերը իմանար, թե գողը երբ կգա իր տուն, չէր քնի։ Չէր քնի, որ հանկարծ գողը չգա ու չգողանա։ Բայց գիտես էլի եմ ասում, մենք այնքան արխային ենք ընկնում, մենք մտածում ենք, մենք Աստծո զավակներ ենք, մեզ ամեն ինչ կարելի է։ Ես ինքս ինձ գիտեք ես վերջերս ինչ եմ բռնացրել, խոստովանում եմ։ Մեկ որ հանկարծ շտաբում եմ, ինչ որ տեղ եմ գնում, ես այդ ճանապարհային կանոնները խախտում եմ։ Ու հենց այդ ճանապարհային այդ կանոնները ասենց խախտելու ժամանակ ասեմ, հա Տեր ջան, ասեմ, դե քո համար եմ գնում, քո ծառային պետքա դիմավորեմ, ու գիտեք հետաքրքիր ինչ բան եղավ։ Հայտնվեցի մինենստեղ
որ հենց դուրս եք, այսենց ներսիցս մի բան զգում եմ, որ պետքա դուրս չգամ, բայց վրազում եմ, նայում եմ ժամին, չէ, ասում եմ, երևի չեմ ասցնի։ Հենց դուրս եկա, ասին արի, լավ էլ գալիս ես, տեսել ենք, արի։ Ու գիտեք, եկե մեքենայով կանգնել եմ, եղբայրը մոտեցել է, ներկայանում է, ես մոտից կարմրել եմ, այն աստիճանի եմ կարմրել, ասեմ, այս մարդը հո ինձ կարող է չճանաչի, բայց դու հո ինձի գիտես, Տեր ջան, ասեմ, մենակ հանգարց չիմանա ով եմ։ Ու գիտեք հետաքրքիր ինչն է։ Մի հատ նենց բան ասաց Աստվածաշնչից, որ տեղիցս մի 10 րոպե չէի կարում շարժվի։ Վարորդական իրավունքը վերցրեց, նայեց, հարցրեց, խմել ես, ասի չէ, կարմրել եմ, ասում է, ծխում ես, ասի չէ, չեմ օգտագործում, սենց նայեց դեմքիս, մեկ է տվեց, ասավ, գնայել չանես։ Սելիս գիտեք ումորն էինք է, հիշում եք են կնոչը, են որ մեղքի մեջ բռնել էին, գնայել չանես, ասում եմ, ես ինչի ես արժանացա Տեր։ Գիտես, այդնից ես ու դու արխային կարան կնենք ու մտածենք, որ դե մենք մեզի ոչ մի բան չի կարա եղնի, մեզի ոչ մի բան չի կարա եղնի, սելիս, չէ, կարա եղնի։ Հերիք էլի եմ ասում, Աստծո ողորմությունն էր, ու մի հատ լավ դաս իմ համար, որ գնամ ու էլ չանեմ, Աստծո ողորմությունն էր, ու մի հատ շատ ուժեղ դաս իմ համար, որ ես հետի չանեմ։ Հիմա պատկերացրեք իր տեղ ինչ-որ մեկը եղներ, ես այսօր չէի կարենալու գնայի նավառասիսկ ծառայության, որտեղ վարորդական իրավունքից կզրկեին։ Դրա համար եղբայրներից մեկին պետք է ասեի, արի գնանք իրար հետ նավառասիսկ ծառայության։ Կամ արի գնանք այս ինչ տեղը ծառայենք։ Սելիս Աստված, երբ որ ինձ ու քեզ ինչ-որ մի հատ հնարավորություն է տալիս, ես ու դու այդ հնարավորության հախից գալիս ենք ինքներս։ Դենցա թե չէ, երբ որ Աստված ինձ ու քեզ ինչ-որ մի բանի մեջ առաջնորդում է, օրնում է, ինչ-որ մի հատ պարգև է տալիս, ուզում եմ քեզի պարզ ասեմ, այդ պարգևի հախից գալիս ենք ինքներս։ Ես ու դու ենք այդ պարգևի հախից գալիս։ Գիտես, երբ որ Աստված պարգև է տալիս, մարդու համար աղոթես, ու որ մարդը բժշկվի, դու ասես մեզ այս ձեռը ստենում ես, ում վրա դնեմ բժշկվելու է։ Բայց Աստվածաշունչն ասում է, զգուշացեք, զգուշ եղեք։ Ձեր արտահայտությունների մեջ զգուշ եղեք։ Չգիտես ինչի մենք թվում ենք, թե մեզի թվում է, թե մենք անպարտելի ենք։ Սելիս անպարտելի ենք, եթե Քրիստոսի մեջ ենք ու շարժվում ենք իր կամքով։ Այդ ժամանակ ես ու դու անպարտելի ենք, որովհետև Տիրոջ կամքի մեջ ենք ու Տիրոջ գործերն ենք անում։ Այդ ժամանակ անպարտելի ենք, բայց հերիկա մի թեթև շեղվենք ու դուք չեք պատկերացնում Սատանեն ինչ կարող անի։ Ասում են 6000 տարվա փորձ ունի։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Մատթեոս ավետարան 26-րդ գլուխ 38-րդ խոսքից։ Այստեղ մի հատ կարևոր բան է ասում։ Ասում այն ժամանակ նրանց ասեց, Հիսուսն է ասում, հոգիս մեռնելու չափ տրտմած է, այստեղ մնացեք եւ ինձ հետ արթուն կացեք։ Լսել եք այն մարդկանց, ովքեր ասում են, Հիսուս ջան, Աստծո գործի համար ամեն ինչ կանեմ։ Լսել եք մարդիկ, անկեղծ եմ ասում, այնքան մարդիկ կան, որ ասում են, Աստծո համար, Տիրոջ գործի համար ինչ պետքա կանեմ։ Այստեղ հատուկ իրանց համար կարդում եմ։ Ուրեմն պատկերացրեք, երկնքի երկրի Տեր, Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսը մոդենում ասում է, այսօր ես քո կարիքն ունեմ։ Իրանց հետ է, ասում է, ես այսօր ձեր կարիքն ունեմ, արթուն մնացեք, քնում են։ Ու մարդը ուզում է համոզի ինձ, որ Հիսուսը որ գնացել է, ինքը կարա արթուն կենա։ Հիսուսի հետ, իր կողքը, իր ներկայության մեջ չկարեցան սուրբ մնային։ Բայց գիտես խի պիտի ես ու դու արթուն կենանք։ Այս ամեն ինչի մասին է։ Առաջին Կորինթացիս 15:34։ Արթուն կացեք արտարությամբ եւ մեղք մի գործեք։
Արտուն կացեք արտարությամբ եւ մեղք մի գործեք։ Հալելույա։ Էլին ինձ օրինակ բերեմ։ Ահագին ժամանակ առաջ էլի ես ինքս, էլի մեքենայով, էլի խախտում։ Բայց իրականում այդ խախտումը ես չգիտեի, որ էդի խախտում է, անկեղծ էդի չգիտեի։ Ու ես ասեմ ավելին, 2 տարի ես դենց եմ քշել, ճանապարհով եմ քշել, ես չեմ իմացել, որ այդ ճանապարհով չեմ կարող քշեմ։ Իրավունք չունեմ։ Միշտ եկե դենց մտե գնացել եմ։ Չեմ իմացել, որ չեմ կարող քշեմ։ Ու եւ էլի պետ ավտո տեսուչը կանգնացրեց։ Ես ուրախիջել եմ փաստաթղթե տվել եմ, ասում եղբայր, գիտեք, դուք իրավունք չունեք, որ ասում եմ եղբայր մեղմ եմ ասում, հա։ Ասում դուք իրավունք չունեք սենց մտնելու։ Ես այնպես միանգամից լավ բան եմ ասում ոնց ես 2 տարի սենց եմ մտել։ Ասում մտում լավ բան է, արի մի հատ էլ 2 տարի, մի անգամ չէ, 2 անգամ չէ։ Ասում 2 տարի ես սենց եմ արել։ Ասում ես անկեղծ ասում եմ 2 տարի ես սենց եմ եկել գնացել։ Ես չեմ իմացել, որ սենց չի կարելի մտնել։ Մի հատ ինձ բան ասեց, незнание закона не освобождает от ответственности։ Կներեք, որ ռուսերեն ասեցի։ Օրենք չիմանալը քեզ պատասխանատվությունից չի ազատում։ Գիտես, այնքան բան կա, որ մեզ թվում է, թե դե չի կարելի, հա դե ես չգիտեի։ Չի անցնում։ Գիտես ավելին ասեմ, մարդիկ կան, որ գիտեն ու էլի անում են։ Գիտեն ու շարունակում են մեղքի հետ տունտունի խաղալը։ Գիտեն ու շարունակում են։ Գիտեն, որ այ մարդ չի կարելի բամբասել, բայց էլի բամբասում են։ Գիտեն, որ չի կարելի սուտ խոսալ, էլի սուտ են խոսում։ Գիտեն, որ չի կարելի գողանալ։ Մի հատ հարցնեմ, մարդ կա, որ չգիտի չի կարելի գողանալ։ Ծնված օրվանից ասում են, գողանալ չի կարելի։ 10 պատվիրանների մեջ առաջի բանը, որ ես ու դու լսում ենք, մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր։ Այդ իրեկը մանկությունից գիտենք։ Բայց էլի շարունակում են տունտունի խաղալը։ Զգուշացեք։ Գիտես խի զգուշացես, որովհետև հենց որ Տերը եկավ, արդեն ուշ կեղնի։ Արդեն ուշ կեղնի։ Վերանայելու համար ուշա։ Ոնց որ այն երիտասարդը, որ եկել էր հարսանիք կեղդոտ շորերով։ Մինչև Քրիստոսի գալուստը, մինչև հոր գալուստը, մինչև Տիրոջ գալուստը, այդ երիտասարդը շանս ուներ փոխվելու։ Կարար գնար փոխվեր, հանդերձները սպիդականեր։ Կարար գնար աներ, բայց չարեց։ Մտածում էր, այսօր չհասցնեմ, վաղն եմ հասցնելու։ Զգուշ եղի, ասում ժամերն ու ժամանակները չգիտեմ։ Ասում ոչ ես գիտեմ, ոչ է հրեշտակները, մենակ հայրը գիտի։ Ժամերն ու ժամանակները, զգուշ եղեք ժողովուրդ։ Ձեր կյանքը վերանայեք, ձեր ապրելակերպը վերանայեք։ Ես ինչ ասում եմ, ինձ էլ եմ ասում։ Առաջին Կորինթացիս 15:34 Արտուն կացեք արտարությամբ եւ մեղք մի գործեք, որովհետեւ մի քանիսն Աստծո մասին տգետ են։ Այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Այս որ ասեցի, օրենք չիմանալը, խոսքը չիմանալը չի ազատում ձեզ պատասխանատվությունից։ Կողոսացիս 4:2 Աղոթքին միշտ հետևեցեք եւ արտուն կացեք նրանում գոհությունով։
Կարա իրասեր Հովիվ ջան, դե վերնագրի իր արտուն կացեք, հասկանանք, որ զարտուն մնալու մասին է։ Չէ, ժողովուրդ, զարտուն եղնելը զգուշ եղնելու մասին է։ Որ արտուն եղնես, զգոն եղնես, դրա մասին է։ Աստվածաշունչը քեզ չի ասում դու 24 ժամ մի քնի, դրա մասին չի ասում։ Մի եղբայր զանգում է ասում է Հովիվ ջան, 2 ժամ արդեն 48 ժամա չեմ քնել, ինչքան պետք է արտուն մնամ։ Դրա մասին չի ասում։ Հայտնություն 3:2 Արտուն եղիր եւ հաստատիր մնացածին, որ մեռնելուն մոտ են։ Այս խոսքերը ասենց ներսը տագնու վրա է անում։ Արտուն եղիր, համ դու զգոն եղի, համ էլ հաստատիր մնացածին, որ մեռնելու մոտ են, չեն էլ գիտակցում, չեն էլ հասկանում, որ մեղքի մեջ են։ Տուն-տունիկ են խաղում, սենց ասած։ Որովհետև քո գործերը կատարել չգտա Աստծո առաջին։ Արդ հիշիր, թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր, եւ պահիր եւ ապաշխարիր։ Ապա եթե չհարթնանաս, ես կգամ քեզ վրա գողի պես, եւ չես իմանալ, թե որ ժամանակ քեզ մոտ կգամ։ Բայց մի քանի անձինք ունիս Սարդեսի մեջն էլ, որ իրենց հանդերձները չկեղտոտեցին։ Ուզում ես բարի վրա ես ու դու կանգնենք։ Ասում բայց մի քանիսը կան, որ իրանց հանդերձները չկեղտոտեցին։ Գիտես, երբ որ դու ընդունում ես Հիսուսին, որպես Տեր ու Փրկիչ, Աստված քեզ մաքրում է։ Ամեն։ Ու դրանից հետո հանդերձներիդ մաքրությունը քեզանից է կախված։ Ասում մի քանիսը կան եկեղեցում, ասում կան մի քանիսը, որ իրանց հանդերձները չկեղտոտեցին։ Սերիս այս խոսքը, երբ որ Աստված խոսում է, հրեշտակը երբ որ խոսում է, Հովհաննես այս խոսքը գրում է, խոսում է եկեղեցու մասին։ Խոսում է եկեղեցու մասին։ Ու գիտեք կարևոր բան ասում կան մարդիկ, որ իրանց հանդերձները չկեղտոտեցին, կապ չունի, ինչի մեջ են, կամ չունի, հա Հարութն անում է, ես էլ անեմ, Հարութին կարել է ինձի չէ, Հարութը կեղտոտվել է, դու մաքուր մնա։ Եվ նրանք սպիտակներով ման կգան ինձ հետ, որովհետև արժանի են։ Հալելույա։ Սպիտակ հանդերձ ունեցող մարդը, սուրբ ապրող մարդը, սուրբ կյանքով ապրող մարդը, մարդ ով որ ձգտում է սրբության, ասում արժանի է, որ իմ հետ ման գա։ Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնե, եւ նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջիլ։ Եվ կդավանեմ նրա անունը իմ հոր առաջին եւ նրա հրեշտակների առաջին։ Երբ որ Աստված ուզում էր Սոդոմն ու Գոմորը ավիրեր, պատկերացնում ես 10 սպիտակ հանդերձներով մարդ չգտավ։ 10 սպիտակ հանդերձներով մարդ չգտավ, որ Աբրահամը կանգներ ասեր, հրեսա, Արմինենա, Գայաննա, Վաղոնա, Արմեննա, Պողոսնա, չգտավ, ասում որ գտնեմ, չեմ ավիրի։ Որ ասում գտնեմ, չեմ ավիրի, բայց գիտեք այնքան հետաքրքիր ասում մի քանիսը կա, որ իրանց հանդերձները չկեղտոտեցին։ Սիրելիս, իմ առաջ, ես քեզ խնդրեմ, իմ առաջ չփորձես ցույց տաս, թե դու ինչքան լավն ես, սրբությունը Աստծո համար է։ Իմ առաջ մարդ եղի Աստծո առաջ սուրբ, ուրիշ բան չեմ ուզում։ Իմ առաջ մարդ եղի Աստծո համար սուրբ, Աստծո առաջ սուրբ, սրբությունը Աստծուն է պետք, սրբությունը Աստծուն է պետք։ Ես չեմ կարող ասեմ դու սուրբ մարդ ես, բայց ես կարող եմ ասեմ լավ մարդ ես։
Որտեվ սրբությունը Աստված է տենում։ Մարդը չի կարա մարդու սրբությունը տենա, սիրելիս։ Անհնար է։ Մարդը մարդու սրբություն չի տենում, Աստված է տենում։ Վերջի խոսքը։ Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին։ Հալելույա։ Ասում ես ինչ որ ասեցի, ականջ ունես լսի։ Ինչ որ ես քեզ ասում եմ, սիրելի Կրասնոդարի եկեղեցի։ Զգուշ եղնենք, հարթուն եղնենք, զգոն եղնենք, որ սատանան են, որ մռչացող առյուծի պես ման է գալիս։ Ման է գալիս թե ում կուլ տա։ Ներվայնությունից եղունգները կրծի կուլ տա։ Հալելույա։ Որ կուլ տալու բան չգտնի, ներվայնությունից իրա եղունգները կուլ տա։ Մի հատ օրինակ պատմեմ, վկայություն, ու մենք աղոթք կանենք։ Այս վերջերս մի հետաքրքիր զբաղմունք ունեմ, ձգնորսություն, գնում եմ ձգնորսության։ Ու մի օր մրցույթ էր գնում, մենք է տեղակ էինք, որ մրցույթ էր, ու նենց եղավ, որ այդ օրվա ամենամեծ ձուկը մենք բռնեցինք։ Ուրախացել է, իմ անուն ազգանուն հենց առաջին հորիզոնագանում գրեցին, ես հո չեմ ուրախացե, այսպես նայում եմ, գնում, գալիս, ես ինձի լավ եմ զգում։ Դաժե նույնիսկ նկարել եմ այդ օրը, նենց եմ ուրախացե, որ ես ինձ լավ եմ զգում, սենց նկարում եմ։ Այդ մրցույթը ամիս ու կես տևողությունով է։ Անցնում է ժամանակ, ես էլ չեմ գնում այնտեղ, անցնում է ժամանակ, հայտնվում եմ երկրորդ հորիզոնագանում, ասում եմ, հա էլի վատ չի, կարևորը այդ ցուցակի մեջ կամ։ Անցնում է ժամանակ, հայտնվում եմ երրորդ հորիզոնագանում։ Էլի սենց, հա ասում եմ, քիչ է մնացել ժամանակ, էլ հեսա երկու շաբաթից փակվում է, գոնե կմնամ երրորդ հորիզոնագանում։ Ժողովուրդ, երբ որ այդ մրցույթը պրծավ, իմ անուն ազգանունը ջնջել էին։ Իմ անուն ազգանունը ջնջել էին։ Ուզում եմ քեզ ասեմ, ի տարբերություն Տիրոջ գալուստին, ես ժամերն ու ժամանակները գիտեի։ Ու իմ շահերից էր բխում, որ ես ասենք գնայ, փորձեի այդ իմ հորիզոնագանը պահեի։ Ի տարբերություն Քրիստոսի գալուստին, որովհետև Քրիստոսի գալուստի մասին ժամերն ու ժամանակները ոչ մեկ չգիտի։ Բայց գիտես, ուզում եմ քեզ մի բան ասեմ, որ դու գալիս կանգնում ես Աստծո առաջ ու կյանքը տալիս ես Տիրոջը, էդի քո համար հաղթանակ է, դու ուրախանում ես, ասում ես, այսօր ես իմ կյանքը տվեցի Քրիստոսին, բայց ես ուզում եմ ասեմ, որ սրբությունդ պահես, որ այդ հաղթանակը, այդ դիրքը Տիրոջ մեջ, որ վաստակել ես, պահես։ Ոչ մի բան չես արել այդ դիրքը ունենալու համար, ոչ մի բան չես անում, ոչ մի գումար, ոչ մի ջանք չես անում, ուղղակի կանգնում ես ու սրտանց ասում ես, Տեր, ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Ես իմ կյանքը տալիս եմ քեզ, դու ապաշխարում ես, բայց գիտես, ես քեզ ուզում եմ ասեմ, որ ապաշխարես, կանգ չառնես։ Չլինի թե գիտություն չունենալու պատճառով կորչես, ոնց որ Աստվածաշունչն ասում է, իմ ժողովուրդը կորչում է գիտություն չունենալու պատճառով, չլինի թե դրա պատճառով կորես։ Չլինի թե աղոթքի կյանք չունենաս։ Արխային եմ, ոչ մի բան, ընենց ցուգ եմ բռնե, կամ ես ընենց գործ եմ արել, որ ես ընենց բիզնես եմ դրե, որ բացառվում է ես կոնկուրենտ ունենամ։ Երկու շաբաթ հետո մի հատ, չգիտեմ ինչ որ մեկը հայտնվում է, որ քեզ քո դրած բիզնեսից 10 անգամ էժան գին է դնում, որ սաղ քո բիզնեսը ձեռիցը տառնի։ Սաղ հաջողորդները դառնում են իրակում 10 անգամ էժան է։ Հետո բարձրացնում է կամաց։ Ոնց որ սրբության մեջ մենք պետք է գնանք Աստվածաշունչը, ոնց որ ասում է, սրբությունից սրբություն, սիրելիս։ Ոնց որ բիզնեսիդ մեջ ես ուզում գնաս, լավացնես, լայնացնես, այդպես է կյանքումդ պետք է քայլես սրբությունից սրբություն։ Ու զգուշ եղնես, որ հերիկա մի պահ թուլանաս, սատանեն քնած չի։ Փառք մեր Տեր Հիսուս
Քրիստոսին։ Ամեն։ Կխնդրեմ ոտի կանգնենք։ Զգուշացեք։ Որ երեխեդ տանից դուրս ա գալիս, առաջի բանը, որ իրան ասում ես, փողոց անցնելուց զգուշ կեղնես։ Կամ ինչ որ մի հատ բան անում, ասում զգուշ հանգար չգցես, զգուշ հանգար չընկնես, զգուշ հանգար չգիտեմ, էսի սենց չեղնի։ Հալելույա։ Այսօր ես ու դու հաղորդություն պետք է ընդունենք։ Երբ որ այս տեղերը կարտում են բոլոր, այն տեղերը, որ ասում են արտուն կացեք, զգոն եղեք, զգուշ եղեք, զգուշացեք, երբ որ այս տեղերը կարտում են, մի բան եմ ես հասկանում, սիրելիս, ոնց որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասի, բալես զգուշ եղի մինչև գամ, ուշադիր եղի մինչև գամ, զգուշ եղի մինչև գամ, սուրբ ապրի մինչև գամ։ Զգուշ եղնելը սիրելիս, այն չի որ գնամ, պահ մտնեմ, պահ կվեմ ու ոչի բան չանեմ։ Դրա համար էլ ես Աստծուն պատասխան տալու, որ ոչի բան չանես, չէ, ձգտես սրբությունից սրբություն, որ ամեն մարդով որ քեզի տենա ուզենա ճանաչի Քրիստոսին։ Ամեն։ Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամ է։ Ընդհանրապես նման եկեղեցի չի եղել։ Եթե այստեղ ես ձեր բարձրացու ողջունենք քեզ, եթե նման եկեղեցի չես եղել։ Աստված օրհնի քեզ, Տերը օրհնի ձեզ։ Փառք Հիսուսին ձեր համար։ Ես կխնդրեմ դուք գաք առաջ իրար հետ մենք աղոտ կանենք։ Ես այստեղից քիչնեմ դուք էլ արեք իրար հետ մենք ստեղ աղոտ կանենք։